զարհուրելի դեպքի եմ ուզում անդրադառնամ, եսի մեջում էլ տեղադրել եմ Facebook-յան, ես իհարկե այդ խայտարակ դաժան տեսանյութը չեմ կարողացել միջև վերջ նայել եւ տեսանյութը չեմ տեղադրել, որտեղ դա զարհուրելի էր, ինչպես Զորական գյուղում սեպտեմբեր ամսին մի խումբ անդաստիրակ լակոտներ քացիներով դաժանաբար ծեծում էին իրենց հասակակից երեխայի եւ այնքան այն դեպքում երբ որ սենց երեխան ընկել էր հատակին ձեռքով գլուխը պահել էր եւ բղավում էր ցավից հեկեկում էր այդ անդաստիրակ լակոտները շարունակում էին քացիներ հասցնել երեխային եւ մի լացիրակ անդաստիրակ լակոտ էլ այդ ամենը նկարում էր եւ հիմա պարզել ենք, որ այդ անդաստիրակ լակոտներից մեկը արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի որդին է, որի մայրը ուշադիր Զորականի դպրոցի փոխտնօրեն Ամալիա Պողոսյանն է, բա դրա համար այդ լակոտները միջև հիմա պատժված չեն, իսկ երեխային քացիներ հասցնող մյուս անդաստիրակը ուրեմն Զորականի մանկապարտեզի տնօրենի Մանուշակ Սուքյասյանի որդին է, բա դուք մանկավարժ եք, բա դուք մայր եք, պատկերացնում եք, բա դուք ես ինչ վիժվածքներ եք դաստիարակել, այդ ինչ եք դաստիարակել, եթե երեք հարցակվում են մեկի վրա, ուրեմն դուք շակալ եք, ուրեմն դուք դաստիարակել եք 10 հոգից ավել են եղել հարձակվողները, դու տղա ես գնա մեկը մեկին 10 հոգով շականեր, այսինքն անասունի ծնունդ են, ինչ ա եղել իրականում սեպտեմբերին դեպքը տեղի ունեցել, ոչ, միջև հիմա անպատիժ են, բայց մտավոր հետա մնաց Հասմիկ, այդ քո շեֆով, այն թքող չգիտեմ Ալենա ինչա, բան չի չեք զբաղվում, դե մի հատ գրառում արա, այն մտավոր հետա մնաց։ Հոկտեմբերին այս տեսանյութը հայտնվել է, տարել են մի երկուսին մի քանի օր պահել են եւ նորից բաց են թողել եւ Զորականի համայնքապետը, քանի որ մեկը դպրոցի փոխտնօրեն է, մյուսն էլ մանկապարտեզի տնօրեն է, լրատվամիջոցներին հարցազրույց տալուց ըստ էության պաշտպանում է այդ լացիրակներին, ասում է դե ես տեսա իրանց գույնը ընկած էր, նրանք արդեն դաստիարակվել են, նրանք պիտի դաստիարակվեն Բերդում, նրանք պիտի նստեն եւ որքան տեղեկացա դատախազությունը բողոքարկել է, նրանց ուրեմն չկալանավորելը, ես ասում եմ ամեն օր այս մասին խոսելու եմ, այն կադրերը, որ ես տեսա, թե ինչպես էին 10 հոգի քացիներով, ամենաայլանդակ սեռական հայհոյանքներով ծեծում անպաշտպան երեխային, երեխան ցավից գալարվելով, աղաչում էր, լացում էր, որ դադարեցնեն, իսկ Ամալիա Պողոսյան եւ Մանուշակ Առաքելյան ձեր որդիները, որ իբր մեծացել են մանկավարժի ընտանիքում եւ արդիկ քրեակատարողականի պետի տեղակալ, քո որդին քացիներով դաժանաբար անպաշտպան երեխային ծեծում էին, ձեր լակոտները նստելու են, սա իմ կյանքի հարցն է լինելու, ես ամեն ինչ անելու եմ, որ իրանք պոտենցիալ մարդասպան են, դուք ինքներդ որպես ծնող պիտի շահագրգիռ լինեք, որ ձեր լակոտները քրեակատարողականում դաստիարակել եւ դաստիարակել չեք կարողանում, պետությունը պիտի տանի դաստիարակի իրան, ձեզ էլ հետը, ձեզ էլ ռադանի եւ դուք պիտի պաշտոնանկ լինեք, այո իրանք պոտենցիալ մարդասպան անցագործներ են, բա պոտենցիալ մարդասպան այդ քացիներից դուք տեսնեիք թե ինչ դաժանությամբ էին ծեծում, երեխան կարող էր մահանալ, մտավոր հետա մնաց Հասմիկ չմոռանաս սրան անդրադառնալ, իրանք այս թեմային չեն մտավոր հետա մնաց ինչ որ sense հուզված սեր, հանդուրժողականություն, բան, տականք լսեցիր, այ բոմժուի, չմոռանաս անդրադառնալ։ Նորից կրկնում եմ, Զորականի մանկապարտեզի տնօրեն Մանուշակ Առաքելյանը պիտի պաշտոնանկ արվի, որի որդին դաժանաբար քացիներով ծեծում էր անպաշտպան երեխային, ուրեմն դպրոցի փոխտնօրեն Զորականի Ամալիա Պողոսյանը, որի ամուսինը արդիկ ուրեմն քրեակատարողականի պետի տեղակալն է, երկուսն էլ պիտի պաշտոնանկ արվեն, իսկ այդ երկուսի որդիները պիտի եւ այն մյուս մի քանի հոգին, ովքեր դաժանաբար ծեծում էին, նաեւ այդ դաժանությունները նկարող սադիստ լակոտը
պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Եթե դուք հրեշներ եք մեծացել, ապա պետությունը պիտի վերցնի պոզիտիվ պարտականություն Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութում, չնայած որոշները կարծես թե ասեցին արդեն չափահաս են դարձել, նրանց կբերեն նուբարաշեն, պետությունը պիտի վերցնի պոզիտիվ պարտավորություն այդ անդաստիրակ հանցագործ վիժվածքներին դաստիարակելու ամեն օր խոսելու եմ, ամեն օր հետամուտ եմ լինելու եւ տեսնելու եմ, թե դատախազի բողոքը, որ ներկայացվել է, որ կալանքը դատարանը սրանց կալանքից բաց է թողել, ինչ ընթացք է ստանալու եւ դիմում եմ Հայաստանում մարդու իրավունքներով, երեխայի իրավունքներով զբաղվող կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանին, ով մի հատ հայտարարության Հիմա երևի գնացել են այս ծնողին վախեցրել են, այդ երեխային վախեցրել են, չխոսես արդեն հանրային բան հնչեղություն է ստացել։ Ծեծված երեխայի ծնողին կարողանակ վախեցնել կամ ինչ-ինչ կերպ նրա հետ լեզու գտնել, որ նա հրաժարվի, ես եւ կարծում եմ adekvat, օրա գիտեք, այս ընթացքում, երբ որ ես այդ մասին գրեցի, մի քանի 100 մայր ինձ զանգել է, ասել է եկեք միասին գնանք Զորական գյուղ եւ նայենք այդ ծնողների եւ այդ քացիներով ծեծողների աչքերին, ասել եմ չէ, որևէ բան անել պետք չի։ Իրաց ծնողի դեմքն է։ Այո, դա իրենց ծնողի դեմքն է։ Անդաշիրակ փողոցային ծնողների այսքանը դեմքն է, ոչ թե